Իշխանիկ այդ կետչուպըտ վերցրու ու գնա այստեղից, շորից վրա ես թափելու։ Կաղա գիտես երեխա եմ, չեմ թափի։ Իշխանիկ, ես քեզ զգուշացրեցի, հետո չասես ինչ է գլուխս ցավում։ Հարուր եմ։ Դու առաքիչից ապրանքները վերցրու, ես կես ժամից կլինեմ սրճարանում։ Հիմար լակոտ։ Քո հետ չեմ, Ռուբեն։ Կզանգեմ լավ։ Մուշեղ վեր կաց։ Վերում է, տաթև, ես չես անում, ձերցդ կծի էդ դանակը, հիմարություն չանես հանկարծ։ Ուշ է արդեն մուշեղ, շատ ուշ է։ Ոտեցեք, սպարում են, ոտեցեք։ Մենք վտրում ենք օթևան ու հաճախ տներ արծում Ընկերներ ու ազգական, բարեկամ ու հարևան Մեզ օգնում են այդ հարցում Լուսավոր ու արևքող, բարձր որ չմտնի կող Լինի գազ ու լինի լույս Ում դեպի մասից նայող, տալվատրաստ ենք լիքը փող Որ ունենանք full house Թղթախանի պես զգվում է օրը մինչև լույս Հաճախ ուրախ մեկ անհույս Թե չենք ուզում այս պայքարից մնալ դու խաղից դուրս Թե զարգալոր է full house Ապրել եմ ուզում full house-ում Սուս, full house Ով է լսում full house-ում Սուս, full house Full house-ում, full house Սեր եմ երազում, full house-ում, full house Full house Ինչի համար Ես գիտեի իմ ճակատագիրը Ես գիտեի, որ և այդ ցեղից զերով եմ գնալու, բայց այսքան շուտ Տղերք Ես ուզում եմ, որ իշխանիկից լավ նայեք Ուզում եմ, որ իշխանիկը ժողի ինստիտուտը ավարտի Իշխանիկին կասեք, որ պսակվելուց ուշադիր լինի Որ հանկարծ զոքանչ չունենա Վայ Մարգո Եղավ մույս ջան Մենք իշխանիկին կհասցնենք իր անապատակին Դու հանգիստ կարաս մեռնես Ախվելու Դեր չեմ արմինս չեմ զգում Ձեզ մի տեսակ սարը քրտինք է տալի վրես Այ, արդեն գնում եմ տղեք Գնում եմ աղբեր ջան Գնա մուշեղ ջան, գնա, հասնես զանգի, անհանգիստ է Ամոթ քեզ Արսեն Ինչ եք բերաններդ բացել, թողեք հանգիստ մեռնեմ Մուշեղ,
վերկաց այդ մայք է թողի սա կեչուպա։ Չհասկացա։ Ես ձեռ եք առնում, արա։ Ես ձեռ եք առնում, ֆելո։ Մի հատ հանգստացի։ Այս ամեն ինչի մեղավորը իշխանիկն է։ Ո՞նց է իշխան։ Հա բա։ Տաթև ես հասկանում եմ, որ որդու սխալների համար հայրը պետքա պատասխան տա, բայց դու շատ դաժան վարվեցիր։ Արժեր Մուշեղին այդ վիճակին հասցնել։ Հիմա ով գիտի վաղից շաքարը բարձրացել է։ Լիկա շաքարը չգիտեմ բարձրացել է թե չէ, բայց որ մայկան կարմրելուց հետո շալվարը թեթև դեղնել էր, այդ հաստատ է։ Բակի կամ բան։ Թող որդուն նորմալ դասերակի, որ հետո իրան դասերակելու կարիք չլինի։ Դուրս գանք արդեն։ Իհարկե, դուրս գանք, ես վախենալու ոչ մի բան չունեմ։ Արսեն, բռնեք դուրս են գալիս։ Փողեք ասում եմ։ Բա։ Փողեք։ Թող։ Ապրեք, շատ ապրեք, ահա որ հիասթափված եմ երկուսից հետ։ Գիտեք ձեզ ոնց կբնութագրեմ ընդամենը մի բառով, կաբլուկ։ Մուշեղ ինչ անում ենք քո համար ենք անում, հիմա որ քեզ թողնեինք, տաթևին վնաս էիր, գնայր նստեիր, երեխուտով էր պահելու։ Չգիտեմ, ասենք թե պետությունը։ Յա, բա որ դպրոցում ծնողական ժողով լիներ ով էր գնալու, Շարմազանով, Մուշեղ կամ դու ես հիմա խելքդ գլուխդ հավաքում, կամ մենք ենք հավաքարարվածում, որ գա խելքդ ավելի գլուխդ։ Ռոբուշ, ճուտիկ, ծնունդը շնորհավոր կյանք։ Մեր ցավը տանեմ, տարասը քեզ էլ լինի։ Նայ, գնացել եմ բալձից, քո համար ճգնավոր կոշիկ եմ հարել վերցրու։ Ոյ ապրես ցավը տանեմ, տարասը քեզ։ Բայց առաջինը ճգնավոր չի, ճտկավոր, հա։ Երկրորդն էլ ես քո IQ-ի աստիճանը լավ գիտեմ, էլի պետք չի ինձ լավ կոշիկը ցավը տանեմ, աբալձից։ Մերսի կյանքս, շատ շնորհակալ եմ, կյանքդ այսպես սիրուն էլ, նույնիսկ այս կոշիկի նման սիրուն էլ, էլի։ Լսի Ռոբ, մի բան էլ հարցնեմ, քո ծնունդը տարվա մեջ քանի անգամ է։ Բանը, դե գիտես ոնց, 3 անգամ, հա։ Մեկը հոկտեմբերին է ծննդականով, պասպորտով նոյեմբերին է, դե մեկն էլ այսօր, էլի։ Լսի, ես էլ ասում եմ ինչի համար եմ ես այս 3 ամիսը քո համար 3 անգամ նվեր առնում։ Հասկանում եք 3 անգամ։ Ռոբ, կարող ես դու իմ հետ շահից դրդված ես ընկերություն անում։ Ոչ չէ, կյանքս ես ինչ ես ասում, ցավը տանեմ։ Ռոբ, արի մեր հարաբերությունները լրջացնենք, հա։ Հա, ցավը տանեմ, խնդիր չկա, եթե ուզում ես ավելի լրջացնենք, ես կարամ աղբորդ տենեմ, խոսանք իրար հետ, հասկանա։ Հա, դե որ տենց է, ուրեմն ես այսօր կկազմակերպեմ, որ դուք իրար տեսնեք, տենց խոսանք երի։ Հա, ցավը տանեմ, խնդիր չկա։ Ֆելո, անդադ մոռանում եմ քեզ հարցնեմ։ Տաթևը քեզ սիրո խոստովանություն արել։ Հա, արել է։ Ու Ինչու։ Դու չգիտես, որ ես Լիլիթի հետ եմ ընկերություն անում։ Ֆելո, բայց դու Լիլիթ իրար չեք սազում։ Ոնց որ ես ու այս պիջակը։ Զարմանում եմ քո վրա, 2 տարի տաթևի հետևից գնալուց հետո ոնց գնացիր կպարետ Լիլիթին։ Արստեւ, անկեղծ ասած, ես Լիլիթի հետ շփվում եմ, որ տաթևին մոռանամ։ Ախր բայց ես հիմա ոնց գնամ Լիլիթին ասեմ, որ ես հələ մինչև հիմա տաթևին եմ սիրում։ Լավ, քեզ հələ մեկ ուրիշ բան հարցնեմ։ Դու այսքան ժամանակ հետաքրքրվել ես միջև քեզ Լիլիթը ում հետ անգերություն արել։ Ինչ վարքի տեր է եղել։ Թե աչքերդ փակ հետը սկսել ես ընկերություն անել։ Հա դե Արսենքին կուրսեցին ա եղել։ Հա, ես դրանից հետո 2 տարի իրան չեմ տեսել, բայց չեմ կարծում, որ այդ 2 տարվա մեջ իր մոտ ինչ-որ բան փոխված լինի։ Ֆելո մարդն 2 տարվա մեջ ինձ կարա փոխվի, որ դառնա անճանաչելի։ Լիլիթին ստուգել է պետք Ֆելո։ Ինչ ես անում։ Նամակ եմ գրում Լիլիթին, մեկը համարս չգիտի։
Բարև, կյանքս, ոնց ես։ Արսենես ի՞նչ ես անում։ Քեզ ով է թույլ տվել ընկերուց նամակ գրես։ Ֆելո, խնդրում եմ, սպասի հիմա կհասկանանք։ Եթե պատասխանեց, ուրեմն մի բան կա։ Եթե չպատասխանեց, ուրեմն մաքուր է։ Գրեց։ Բարև, ով է։ Հա, ինչ, մարդը ուզում է իմանա ով է։ Ով է թե որ մեկն է, Ֆելո։ Դու ինձ չես ճանաչի, բայց արի հանդիպենք։ Արսեն չափեր է տասնում ես։ Քեզ ով է թույլ տվել ընկերուց գրես։ Ես կտամ ատամներդ կլսվի բերանը։ Դուրս տեղ էր խոսը։ Նայ նորից նամակ եկավ։ Կարդանք նամակը ու ինչ ուզում ես արա։ Խնդիր չկա, արի հանդիպենք։ Դու ինձ տեղն ասա ու ժամը։ Ֆելո ջան, տեսար, որ իմ ներքին ձայնը ինձ չի դավաճանում։ Բայց ոնց որ քո Լիլիթն ուզում է քեզ դավաճանի։ Լավ, արի դուրս գանք, ես մեկ բան եմ մտածել։ Սերգեյ, ես վերջնականապես համոզվեցի, որ ես Մուշեղի համար ոնց որ սահմանադրական բարեփոխումների նման մի բան եմ։ Այսինքն ես նրան չեմ հետաքրքրում։ Ով անհետավոր Տամարա, դու, որովհետև ինձ չես լսում, ինքնագլուխ ինչ-որ բաներ ես անում, այ որ ինձ լսես ամեն ինչ ճիշտ կլինի։ Օրինակ, սա գիտես ինչ է։ Ինչա։ Սա իմ ու քո հարսանիքի հրավիրատումն է։ Լսի դու ի՞նչ ես քեզ դուր տալիս։ Դու մեր չափը Տամարա, սատկնիս Տամարա։ Լսի միջև վերջ, հետո խոսանք։ Ես իմ այս նամակը տանում եմ, դնում եմ Մուշեղի դռան առջև։ Մուշեղը բացում է, վերցնում է նամակը, գնում է տուն եւ կարդում է։ Դրանից հետո շատ պատահական դու հայտնվում ես Մուշեղից տունը ու այդ ժամանակ տեսնելով Մուշեղի վիճակը դու կհասկանաս, թե ինքը քեզ ինչքան է սիրում։ Այսինքն եթե Մուշեղը իմանա, որ ինձ վերջնականապես կորցնում է, ինչ որ քայլեր կձեռնարկի։ Իհարկե Տամարա, մենք պետք է հետևենք Պուտինի օրինակին։ Այսինքն պիտի Ամերիկան պատերազմ հայտարարենք։ Չէ Տամարա, պետք է կտրուկ քայլերի գնանք։ Ես ինչա։ Ես կարող է ակտա եկել վրես։ Սրանք մոռացել եմ, որ ես ավտո չունեմ։ Կարող է արագ եմ վազել, արագավազը նկարել է։ Գնանքով Արգելի Մուշեղ, այս նամակը ձեզ գրում եմ, որովհետև այլևս չեմ կարողանում պահել այս գաղտնիքը։ Դուք շատ լավ մարդ եք, մերսի, և պարտավոր եք իմանալ ճշմարտությունը։ Երեխան, որին դուք հիմա խնամում եք և համարում եք ձեր որդին, իրականում ձերը չէ։ Ձեր կինը այսքան ժամանակ թաքցրել է ձեզանից ճշմարտությունը, հուսով եմ շատ ծանր չեք տանի այս լորությունը և ըմբռնումով կմոտենաք նամակին, հարգանքներով ծանոթ, անծանոթ։ Ռուբեն, Զարան որտեղ է։ Դաթեր ջան, չգիտեմ, նոր աշկիսս անհետացավ, կարող գնացել այնտեղ։ Չէ, այնտեղ չի, այնտեղից ես նոր եմ գալիս։ Չեմ տեսա։ Լսի, բան ապրանքը որ պահեսներում վերել է։ Երեխեք, ծանոթացեք, աղբերս սա Վիդյոկը, Վիդյոկ ջան ծանոթացի Ռուբենն է ընկերս, Տաթևն էլ մեր սրճարանի տնօրենն է։ Զարա ջան, երեխուն տանը նայող չկար, որ հետդ աշխատանքի ես բերել։ Կար, Տաթև, ոնց չկար։ Ուղղակի դե Ռուբենը ուզում էր աղբորս հետ մեր հարաբերությունների մասին խոսեր, ես էլ դրա համար բերեցի։ Բերեցի, որ հանգիստ խոսեն, հասկանան էլի իրար։ Դե լավ, պապուս ջան, ես աղբորդ հետ ինչ պետքա կխոսամ, ծավը տանեմ, դու ավելի լավ է գնա հաճախորդներին, հա սպասարկի։ Գնա, դու սպասարկի, ես էր այդ կխոսամ, է։ Գնա։ Հա, գնա։ Ինչ կխմես, ծավը տանեմ, վիսկի, պիվա, կաթիկ, է։
Լա դու դրան նայ։ Ինձ դրել է ռուլետկի տեղ ֆռնցնում է։ Արսեն, դու հասկանում ես, որ ինքնասիրությունս դրել է կարմիրի վրա կրվում է։ Հենց հիմա գնում եմ արտել ու դրան ղարի կարոնով չախեմ։ Երիքա լավ շատ խորացար։ Ոչ մի տեղ էլ չես գնում, Ֆելո, ես եմ գնում։ Կգնամ այդ հանդիպման վայրը, հեռախոսը կտամ մեկին, կխնդրեմ, որ նկարի, հետո որ ապացույցներ ունենաս։ Հետո Լիլիթին կվերցնեմ, կգամ արտել ու դու այդ ժամանակ ինչ կուզես կանես։ Կուզես ոտերը մանժետ կդնես, կուզես լեզուն կբլանդես, կուզես գցես կարի մեքենայի տակ։ Լավ, ես գնամ արտել, սպասում եմ քեզ։ Մուշեղջան, բարև։ Ասա Տամարա։ Բանը, ասում եմ գազօջախից վրա ուրեմն յուղ ա թափվել։ Մտածեցի կարողա դու ինձ այդ մաքրող հեղուկից տաս։ Դարակում ա վերցրու։ Ոնց որ անտրամադիր ես, հա։ Ամարա գնա ստեղից, տրամադրություն չունեմ, ոչ մեկ երեսը չեմ ուզում տեսնեմ, գնա։ Ես քեզ հասկանում եմ, ուղղակի ոնց որ ես… Տամարա գնա! Լավն է, ամեն առամոտ։ Չէ, ցավը տանը, մենք էլ կարկած քեզանից էինք հենց նոր խոսում, էլի։ Այտենց վիճակ ջան, ցավը տանեմ, աղբորս ասեմ, ուրեմն երկուսս էլ հասուն մարդիկ ենք ու կյանքում գալիս է էլի մի հատ այտենց պահը, որ հասկանում ես, որ պետք է քրոջը ամուսնացնես, էլի։ Բան էլի, ցավը տանեմ, դե հիմա այդ շատ լավ էլի, որ դու տվեցիր քո համաձայնությունը, հիմա հետո ես կգամ տնեցիքի հետ կծանոթանամ, մատանիա, բանա, հետո երեխեք են էլի, կլնեն դու ոնց որ եգյանիկներ կունենաս, էլի, ցավը տանեմ։ Հա, անդե ոնց որ ասում են, քանի գերին սաղը պետք է եգյանների շակալատ ուտեն, էլի, հասկանում ես։ Դե քաղաք իշտելու ես սլնում, ցավը տանեմ, զանգի, այտենց կիշնենք միտեղ պիվա խմենք, էլի։ Ռուբեն, սա պարզաբանումների վայր չի, սա աշխատանքի վայր է։ Եթե Զարայի եղբոր հետ խոսելու բան ունես, խնդրում եմ իջեք թողնող գերեզմաններ։ Աթր ջան, շնորհավորի, ես ու Զարան պաշտոնապես ընկերներ ենք իրար։ Շատ ուրախ եմ։ Սերգեյ, դու չես պատկերացնի Մուշեղի ինչ հոգեվիճակում էր։ Տպավորություն էր, որ հենց նոր ա իմացել, որ 4 օրից աշխարհի վերջն է։ Տամարա ջան, ով կարդար այդ նամակը այդ վիճակի մեջ։ Չեմ ասում, ավելի շուտ ով տեսնել այդ հրավիրատոմսը չեն գներ այդ վիճակի մեջ։ Դու գիտես չէ, այդ հրավիրատոմսի մեջ իմիջիալոց գրած են իմ ու քո հարսանիքի օրը կոնկրետ։ Եվ ինձ թվում է դա Մուշեղի համար աշխարհի վերջի նման մի բան է։ Գիտես ինչ անելու երևի, Բրյուս Վիլիսի մասկեն հագնելու է եւ գա փրկի աշխարհը Արմագեդոնից։ Հուսանք։ Բայց եթե իհարկե միջև այդ ինքը իրան ինչ որ վնաս չտա Տամարա։ Սերգեյ, ինչ վնաս։ Տամարա, քեզ մի բան ասել չի լինում։ Դες բան չի լինի, որովհետև Մուշեղի ինքը ուժեղ տղամարդ է եւ դες ղզիկ բաներ չի անի։ Բայց մի խնդրանք քեզ Տամարա, այս ամենի մասին ոչ մի խոսք Մուշեղին։ Բերանդ փակ ես պահում։ Լավ, չնայած ես գիտեմ, որ դա քեզ դժվար կլինի, բայց համենայն դեպս բերանդ Զարմանում եմ։ Բոլոր մարդկանց կյանքում լինում են սպիտակ ու սև գծեր։ Ինչով եմ ես այդ մարդկանցից տարբերվում։ Ինչի համար են իմ կյանքի գծերը կարմիր։ Որ խախտով ինձ համար։ Ինչի համար եմ ես վճարում։ Պապ, լավ ես։ Հա, ուղղակի գրիպ եմ, դրա համար աչքերս լցվել։ Պապ, փող կտաս։ Ինչի։ Ընկերուս հետ գնում եմ կինո նայելու։ Ոնց դու ընկերուհի ունես։ Հա, ունեմ, մեր դասարանից է։ Պաստորան ճիշտ է։ Ինչը, պապ։
Հեչ, աստորեն ճիշտ է, որ ընկերուհի ունես, լսել էի դրա մասին։ Լավ իշխանիկ, ես քեզ կտամ փող։ Ուղղակի մի երկու հարց ունեմ քեզ։ Եթե պատասխանես, կտամ։ Հա, տուր հարցերդ։ Ավելուկ սիրում ես։ Հա, սիրում եմ։ Իսկ ես սզվում եմ։ Որ մեծանաս բեղ պահելու ես։ Չէ, պապ, Չէ, ուզում եմ ասել, որ չի սազի էլի ինձ բեղ։ Ամեն ինչ պարզ է։ Արես փողը գնա։ Մերսի, պապ ջան, շուտ կգամ ես։ Գրիպ եմ, պետք չի փաթաթվես, գնա։ Մերսի, պապ ջան։ Լիլ, ես դու ստեղ ես։ Հա, ինչի։ Հեչ, մտածում էի կարող է դուրս ես եկել։ Բա ինչ կա մեր գործերից։ Խարվել։ Լսի, բայց չիմացար այսօր ինչ եղավ։ Ինչ։ Այսօր ինչ-որ մեկը անծանոթ համարից ինձ SMS գրեց։ Հետո։ Դե հետո էլ մորաքրոջս տղան էր ստեղ այդ ժամանակ։ Տենց տեսա, որ այդ SMS-ից անհանգստացա, ձեռքիցս վերցրեց հեռախոսը ու պատասխանեց։ Հետո։ Դե հետո չգիտեմ ճիշտն ասած, որովհետև ինքը ջնջեց այդ SMS-ը, բայց ասեց, որ ամեն ինչ նորմալ է ու տենց թողեց դուրս եկավ։ Փաստորեն այդ SMS-ներին աղբերդ էր պատասխանում, հա։ Հա, ինչի դու գիտես հետո ա գրել։ Չէ, չգիտեմ, բայց որ իմանամ հաստատ գլուխը ջարդելու։ Լավ, դու գործերիդ նայի, ես պետքա դուրս գամ։ Այդ կարևոր բան կա։ Ընտրում եմ իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք։ Մուշեղ, հետ ինչ ես անում։ Հեչ, գլուխս ցավում էր, ասի մի հատ տեղ խմեմ, դզվեմ։ Բռով։ Այդքան շատ է ցավում։ Քեզ թվում է ես չգիտեմ դու դա ինչի ես անում։ Տամարա, գնա այստեղից, ինչ անում եմ, լավ եմ անում։ Գնա այստեղից, թող հանգիստ մեռնե։ Մուշեղ ջան, մի րոպե, ես բանն եմ քեզ ասելու։ Ոնց որ այս ամեն ինչի մեղավորը ես եմ։ Այսինքն բան է, այն նամակը, որ դրած էր ձեր դրան մոտ, այդ ես եմ դրել։ Մի րոպե, ոնց թե դու էիր դրել։ Հա, ես եմ դրել, Մուշեղ ջան, ես ընդամենը ուզում էի հասկանալ, թե այդ նորությունը քեզ վրա ոնց կազդի։ Մի րոպե։ Ուզում ես ասես այդ նամակի մեջի գրածը սուտ էր։ Հա, Մուշեղ ջան, ոնց որ ես իմ մտքով անգամ չէր անցնում, որ այդ նամակը այսպիսի հետևանքներ կունենա։ Լսի, այ խապ, այ ցնդ, այ անաս տված, ես ինչ ես անում, ես չեմ հասկանում, ինչն էիր ուզում ստուգ էիր դու, ինչն էիր ուզում հասկանայի, այ մարազմացիկ կնիկ, ինչ ես ուզում ինձանից։ Մուշեղ ջան, հանգստացի, ես մա քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ոչ մի բան պես չի բացատրել, գրած տեղից, չեմ ուզում դեմ գտնեմ գնաց տեղը։ Հանգստացի։ Հələ սրանց տեսեք, առավոտվանից ուզում են վրես մահափորձ։ Ես այդ լիլիթի աղբորը հատ բռնելու եմ, այս այդ սատ կասն է։
Ինչ ես գլաններդ բացել։ Արսեն, արի հիշենք։ Ով էր ես մտքի հեղինակը։ Դու։ Ես ինչ մեղավոր եմ։ Ոչինչ, ես դրանց դեմքերը հալթատ հիշում եմ։ Չէ, բայց ինձ թվում է դու ավելի շատ բռունցքներն ու ոտքերն ես հիշում։ Չէ, Ֆելո ջան, մոտս նկարածում եմ։ Արս ճիշտ է, դու Լիլիթին ապացուցելու համար որոշել էիր նկարել, չէ։ Հələ դու նայեմ։ Հələ դու։ Ֆելո, դու նայեմ։ Ֆելո։ Ֆելո։ Սպասի։ Դու խայտարակ չես։ Օրո։ Վերջ, շատ լավ է։ Վաղմանից այս ես կգնաս դասի։ Լավ էլի պապ։ Մարդիկ որ տեսնեն ինչ կմտածեն։ Կմտածեն, որ դու Մուշեղի տղեն ես։ Ոչ թե ուրիշի։ Հասկացար։ Ժպտա։ Ժպտա։